Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եկեք միասնապար շարունակենք սերդել Սուպրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Այսօր պիտի սերդենք նոր գլուխ 52-րդ գլխու առաջին մասը։ Նախընթերցեմ ձեզի բնակիրը քրապալեզվով եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա փեն Վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած բանի իխորոց սրդից խոսք ընթաստուծո այդ մաս օրտնյալ դիրապար իքումդ էյության անսահմանելի եւ անփոխադրելի իսկաբես բարի Բաշտոն խնգելի եւ երջանկություն խոստովանելի ամենայն երկրի Երգային հուսո ամենաբադրաստ տեսություն քթած ողորմած որ ոչ բահես ողս բազմության ամած մեղանած քթել միական որ ռաշավորս զարմանալիս քերքան զամենայն ազինս նախնիացն անսահման արավելությամբ գրգին ընտմիո հաջեցար հեղուլ զողորմության վերնահոս վդագս ամենախնգավորս իշնորապաշխությանս նորում եւ զանդուստ ըզմուդս լուսարանի բադուհանին անցկության նշուղիցն աղոդագանած չափով գիտությանցն ըստ Սողոմոնի եւ յուրիս նմին եւ ինձ ընտնորին բացեր ընթարցագեցեր թշվարացելումս զարակաստն անջերբեդարան ելիցն ողորմության ծրի բարգեվածն աստվածականած զորընդ մեջ իմն մասնավորոք աբեդավոր հիշադակած եւ ի հնումն զայսր դպավորություն օրինագավ նկարագրեր ըստ հարցարուքն արիս եւ ես դառնամ արծես եւ հորժամ դարձիս եւ հարաճեսես հանժամ գեցես նազի եւ զաղճամղջին սևություն քունույն փոխարգելիցյան բայցարություն եւ զարանցն արյամբ ներգելոցն հեղանագել իբադահումն քեղման ըստ Եսայա եւ Զաքարիա եւ ի մեջ փարգության ընթարցյալ զույգ զողորմություն քանզի անաբադանալ քաղաքացն Իսրայելի եւ դարձյալ բնագիլ եւ ճանապարհացն ամայի լինել իչկոյե մարդկան եւ անտրեն հետևիլ եւ լքանի լիսովույն ոգվով եւ դարձյալ զորանալ ծերայմ եւ քնալ աստուծո իդերի յուր զայրացմամբ եւ դառնալ ողորմությամբ ըստ ներողության զերսն եւ ի մեջ սաստիցն սվարնալյացն գրգին պաշտպանություն եւ ի սրդին խրովության հուզումն խնամոց կտության Սիրելներ ինչպես բոլոր մյուս նախկին գլուխները երկրորդ գլուխենը սկսյալ ունին նույն ենթախորակիրը Սուրբ Նարեգացին ինքզին կգոչե որպես հսկող իր անձին վրա գսկե որպեսի մեղքերու մեջ չինա եւ հետեւաբար ենթախորակիրը գտնե այսպես նոր հավելում քանի որ նոր գլուխ է գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով կամ կարելի թարգմանել այսպես նույն այն հսկողին աղերսարից մախտանքներուն ու ողբախարն հեծեծանքներուն նոր հավելվածը սրդի խորերեն խոսք Աստուծո հետ մենք als սիրելիներ եկեք մեր սրդի խորերեն Աստուծո հետ խոսենք այս առաջի մասի մեջ պիտի տեսնենք Սուրբ Նարեգացին գխոսի սիրելիներ Քրիստոսի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի զանազան շնորհքներուն եւ մարդոցս հանդեպ ողորմության մասին եւ մանավանդ թե ինչու համար Քրիստոս մարմնացավ մեր փրկության համար Քրիստոս սիրելներ աշխարհ չեկավ որպեսի աշխարհը դիտեր ինչ պիտի դիտեր ինքը ստեղծած էր աշխարհը ոչ այլ եկավ Սողոմոնի դաջարը տեսնելու կամ քեղեցիկ շինարարություններ տեսնելու եւ հիանալու այլ Քրիստոս եկավ սիրելներ միշտ հիշենք մեր փրկության համար անորամար մարմնացավ մարտացավ Սուրբ Գույս Մարիամեն ծնավ գադարելավես հիմա այստեղ Քրիստոսի խոսք ուղելով Քրիստոսի հետ խոսելով Սուրբ Նարեգացին գսե քերազանցորեն օրտնված ես տուն էյությանդ այսին գոյությանդ մեջ քերազանցաբես օրտնված ես չկա մեկը որ ավելի օրտնված է քան Քրիստոս Սուրբ երրորդությունը Թուն որ չես սահմանվիր եւ չես փոփոխվիր ով բարի իսկություն բարի էյություն
դերս չի սահմանվիր, կարելի չէ սահմանել, ասել որ այս կանի մեջն է դերը եւ ոչ ալ կփոփոխվի, անփոփոխ է դերը։ Թուն արժանի ես խունգով բաշտվելու, թուն որ համայն աշխարհի, փովանտակ երկրի խոստովանելի երջանկությունն ես, ամբողջ աշխարհի 4 կողմերեն, ամբողջ աշխարհի մարդիկը խոստովանին որ թուն երանելի ես, երջանկությունն ես։ Նաև երկար փայփայված սպասված հույսի ամենաբադրաստ ժամանումը այցելությունն ես։ Երբ որ սիրելներ մենք հույս ունենք եւ շատ կսպասենք որ այդ հույսը կդարվի, Քրիստոս ինքն է։ Այդ սպասված հույսի այցելությունն է Քրիստոս, ժամանումն է։ Այսինքն անոնք որոնք համբերությամբ դեվական հուսալով սպասեցին քեզի, թուն այցելեցիր անոնց, ով կտածու ողորմած դեր, թուն որ ագնթարթ մը իսկ, այսինքն աչքի բացվիլ եւ կոծվիլը որքան արագ է, հետեւաբար աչք թարթելու չափ իսկ ողջ չես բահեր։ Մենք իրարու անտեպ ող կբահենք, մարդը մարդու նկատմամբ ող կբահի, բայց դերը մեր նկատմամբ աչք թարթելու չափ իսկ ող չի բահեր։ Երկար դարիներ կործած ու բազմագուդակ մեղքերու համար։ Հագարականոր որ երկար դարիներ մեղք կործած ալլանք, մեր մեղքերու գուդակված ալլան, դերը սիրելներ մեր նկատմամբ ող չի բահեր։ Անոնք որոնք ճշմարտաբես գհավադան եւ գհուսան դեր Հիսուս Քրիստոսի, անոնք սիրելներ հետևաբար գհամբերեն այս կյանքի մեջ։ Այո, համբերությունը դժվար բան է, բայց սիրելներ երբ Դիրոջ է որ գուսանք, Քրիստոսի է որ գուսանք, հավատքով պետք է սպասենք եւ Քրիստոսի հուսացողը ինչ որ հերուն է մոդիկցած կտեսնե, ինչ որ աբական է ներգայի մեջ կտեսնե, անոր գադարումը առաջուց կտեսնե։ Օրինակ գգարտանք մենք Եբրայեցիներու նամակի 11-րդ գլխում մեջ եւ անպայման ամբողջ գլուխը գարտացեք, պիտի տեսնեք թե ինչպես նահաբետները հավատքով հուսացին Դիրոջ եւ այդ հույսը իրենց ամոթով չծկեց։ Ուրեմն 11-րդ գլխու Եբրայեցիներու նամակի 27-րդ համարի մեջ Մովսեսի մասին խոսելով գսե. հավատքով էր որ Եգիպտոսը թողուց Մովսեսը առանց վախնալու թակավորին զայրութեն եւ իբրև անդեսանելի Աստված դեսնող մարդ կիցավ համբերել։ Անդեսանելի Աստվածը դեսնող իբրև մարդ կիցավ համբերել։ Նույնպես արսիլներ մենք դեր Հիսուս Քրիստոսին հավատանք եւ հուսանք ճշմարտաբես ինք անսահմանելի է, ինչպես ասավ նարեկացին, անփոփոխելի է։ Իր վճիրը, իր խոսքը սիրելներ անպայմանորեն կգադարվի, իր խոստումը անպայմանորեն կգադարվի եւ որքանալ մեր մեղքերը շատ լան, բազմաթիվ դարիներու մեղքեր, որ մենք գուդագած ենք, հավաքած ենք մեր վրա, դերը երբեք մեր նկատմամբ ող չի բահեր, նույնիսկ ագնթարթ մը իսկ, նույնիսկ աչքի քթոց մը իսկ, աչքի մեկ սիրելներ մեր աչքը որ փանանք եւ կոծենք, թարթենք, այդքան իսկ այդ գարջ դեվողության չափ իսկ դերը մեր նկատմամբ ող չի բահեր, այլ դերը սիրելներ մեր նկատմամբ շնորհք եւ ողորմություն կցուցաբերե, որովհետեւ ինքը քթած Աստված է, որովհետեւ ինք ողորմած Աստված է։ Ադորամար պետք է հավատք ունենալ։ Ինչ է հավատքը։ Բողոսարակյալ 11-րդ գլխու մեջ Եբրայեցիներու առաջին երկու համարներու մեջ կբացատրե թե ինչ է հավատքը։ Հավատքը գսե հավատքը նշանակե վստահ ալալ այն բաներուն, որոնց կհուսանք։ Հավատքը նշանակե վստահ ալալ այն բաներուն, որոնց կհուսանք եւ համոզված ալալ այն բաներուն, որոնք չեն երևիր։ Ասիկա սիրելներ բարձ մարդը չի գրնար ըմբռնել։ Հավատացյալ մարդը գրնան բռնել։ Թե ինչպես հավատալ բաներու, որոնց կհուսաս եւ համոզված ըլալ այն բաներուն, որոնք չեն երևիր։ Արդ այսպիսի հավատքով մներ, որ նախնի ժամանակներու մարդիկ Աստուծո գողմե ընդունվեցան։ Եվ ինչ կսե ուրիշ տեղ Բողոսարակյալ Հռոմայեցիներու նամակի 5-րդ գլխու 5-րդ համարի մեջ հույսը ամոթով չի
թողուր։ Այո, սիրելիներ, ով որ հույս ունի Տիրոջ վրա, ամոթով չի մնար երբեք։ Հաջորդ ուղերը կթարգմանեմ։ Նոր շնորհապաշխությանդ մեջ նախկին բոլոր սերունդներուն բարգեվածներ հետ շատ ավելի մեկի դեր երկու համեմատությամբ հաջեցար վրաս տապել ողորմությանդ վերեն հոսած ամենախնգավոր հրաշալի ու զարմանալի վտակները։ Քրիստոս սիրելիներ շնորհապաշխն է, շնորհներ փաշխողն է։ Եվ հետևաբար իր շնորհապաշխության մեջ փոխանակ մեկ խոստումի կամ փոխանակ հին օրենքին մեզի գրգնակի բարգևներ տվավ։ Այնինչ որ հին գդագարանի մեջ հին օրենքի ժամանակ ապրող մարդիկը գստանային աստուծմե շնորհքներ, մենք մեզի Քրիստոս սիրելիներ աշխարհ գալով գրգնակի տվավ։ Մեկի փոխարեն երկու տվավ։ Մինչդեռ օրինակ հին օրենքը մարմնավոր բարիկներ կխոստանար դար բարձաբես, Քրիստոս մեզի հոգևոր ու մանավանդ հավիտենական բարիկներ խոստացավ դալ։ Եվ ասիկա սիրելիներ մեծ խոստում է։ Շնորհքի վրա շնորհք է, ինչպես Հովհաննես Առաքյալ գսե առաջին ուրեմն իր նամակի իր ներողություն իր քրածավետարանի մեջ առաջին գլուխ 16-րդ համարի մեջ գսե Քրիստոսի լիարատ շնորհքն է որ մենք բոլորս շնորհքի վրա շնորհք ստացանք։ Շնորհքի վրա շնորհք ստացանք։ Եվ անստիպ հաջորդ համարի բացատրության թարգմանեմ նախ գսեն արեգացին եւ այն հին բադուհանին նեղ լուսամուտները ուրգե գանցնեին թերի գիտության աղոտ նշույնները ըստ Սողոմոնի թե իրեն եւ թե իրեն այդ ինձի պես դժվարին համար լայնորեն բացիր արկելագող վարակույրը որ աստվածային ողորմության ծրի բարգևներուն մուտքը գարկիլեր Սողոմոնի իմաստունը սիրելներ երբ դաջարը սարքեց գգարտանք երրորդ թագավորաց գրքի 6-րդ գլխու 4-րդ համարի մեջ որ նաև փոքրիկ լուսամուտներ բադուհաններ ստեղծեց որոնք դուրսեն սիրելներ փոքրեին ներսեն ավելի լայն վանտագաբատ բադուհաններ էին եւ այդտեղեն լույսի ծողներ որ խորտավոր գերբով շատ դգար գերբով ներս կմտներ որովհետեւ փոքրիկ լուսամուտ էր հիմա սուբ նարեգացին դաջարին այդ փոքրիկ բադուհանները խորհրդապար գտիդե իբրև օրենքին չափավոր եւ թերի գիտություն այսինքն գփախտադե որ այդ փոքրիկ լուսամուտները հին օրենքը գխորտանշեին եւ հետեւաբար այդ լուսամուտներեն եւ որ օրենքը գմտներ շնորհքը քիչ գմտներ ինչ արավ Հիսուս Քրիստոս սիրելիներ բացավ մեր թիմացը լուսամուտները այսինքն շնորհքի թռները բացավ եւ նարեգացին գսե դերը բացավ եւ Սողոմոնին թիմաց եւ Սողոմոնին հետ նաեւ իմ թիմացս շնորհքի թռները բացավ գսե որբեսի այդ շնորհքի թռներեն մեծ լույս մտնե իմ թշվարիս վրա աստվածային ողորմության ծրի բարգևներուն մուտք ըլլա աստվածային շնորհքները սիրելներ որոնք մեզի դրված են ու գդրվին ամեն օր ծրի են աստված իր շնորհքը արատ գերբով մեր վրա գտապե այդ լուսամուտներեն մարդ չեր գնար նայել ինչպես ժողովողի քրքի մեջ Սողոմոնի իմաստունը գսե 13-րդ գլխու 3-րդ համարի մեջ բադուաններեն նայողները գգուրանային իրենց աչքերը գմտակներ իսկ հետաքրքրական է որ երկերկոց քրքի 2-րդ գլխու 9-րդ համարին մեջ գսվի որ բադուհաններեն գնայի վանտակներեն գերևնա այս խոսքը սուբ նարեգացին երկերկոց քրքի իր մեկնության մեջ գահամեմադի այս խոսքը 5 դագարանի մարգարեներուն հետ եւ գսե որ հետեւաբար 5 գդագարանի մարգարեները իրենք այդ բզդիկ բադուհաններն էին որոնց մեջ են աստուծո շնորհքը գուքար սակայն Քրիստոս աշխարհ գալով շնորհքի վրա շնորհ տվավ մեզի լայնցուց բադուհանները
շնորհքի երկնային բադուանները եւ մեր վրա իր շնորհքները թափեց ընդարձակեց բադուանները լայնորեն բացավ շնորհքի ծրի բարգևներու աստվածային ողորմության այդ դռները սիրելներ մեր բոլորին թիմած հետևաբար անոր Քրիստոսի գավադա այդ ժամանակ ամեն ինչ ավելի հստակ կդեսնե ինչու համար այսօր հрьяաները դակավին սիրելներ ներ կդեսնեն որովհետև Քրիստոսի չեն դարձած անոր Քրիստոսի գտարնա այդ լայն բադուանեն կտեսնե իսկ անոր թեր հрья է եւ Քրիստոսի չէ դարձած այդ ներ լուսամուդի մեջ են գործե դեսնել հաջորդ դողեր կթարգմանեմ եւ այդ հին օրենքին մեջ մասնագի ավետավոր իշտակներով ու պատկերավոր օրինակներով այս իրողությունը գանխավ նկարագրեցիր ասելով ինձի դարձեք ու ես ցեզի պիտի դառնամ նաեւ երբ դառնաս ու հարաճես այնադեն պիտի ապրիս հինգ դագարանի մեջ մարգարեներուն միջոցով Աստված սիրելներ չզրգեց իր ժողովուրդը շնորհքեն անոնց շնորհքներ տվավ սակայն մասնագի եւ այդ շնորհքները սիրելիներ իր ողորմության շնորհքները որ մարդոց ներեր ինչը սավ դերը մարգարեներուն բերնով դերը մարգարեներուն բերնով հրավիրեց իրեն որ իրեն թարնան եւ փրկվին օրինակ Զաքարիայի մարգարեի առաջին գլխու 3-րդ համարի մեջ գսվի ինձի դարձեք ու ես ցեզի պիտի դառնամ նույնը Մաղաքիայի մարգարեության մեջ 3-րդ գլուխ 7-րդ համար դերը գսե ինձի դարձեք եւ ես ցեզի պիտի դառնամ Գամ Եսայի մարգարեի 30-րդ գլխու 15-րդ համարի մեջ գսվի երբ դառնաս ու հարաճես այնադեն պիտի ապրիս եւ այս խոսքը հավասիկ սիրելիներ արցականքն է որ թե ինչպես դերը իր շնորհքը 5 դագարանի մեջ ալդվավ իր ողորմության շնորհքը որ մարդիկ իրեն դառնային եւ փրկվեին եւ բոլոր ժամանակներու մեջ դերը իր ողորմության դռները կփանա բոլոր ժամանակներուն մեջ դերը գսե ինձի դարձեք եւ ես ցեզ պիտի փրկեմ եւ մեծակույն փրկությունը եղավ երբ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ ու խաչապայտին վրա կանգնեցավ անոր համար այստեղ նայեցեք նարեգացին գսե եւ այդ հին օրենքին մեջ մասնագի ավետավոր հիշադակներով ու պատկերավոր օրինակներով այս իրողությունը գանխամ նկարագրեցի լսելով ինձի դարձեք ու ես ցեզի պիտի դառնամ նաեւ երբ դառնաս ու առաջես այնադեմ պիտի ապրիս հաջորդ դողերը կթարգմանեմ նաեւ թե աղջամղջի սև քույնը ցույնի բայցարության կփոխարկես եւ արյունով ներգված մարտիկը փուրտիպես մաքուր կդարձնես ինչպես կսեն Եսայի եւ Զաքարիա Աստված սիրելներ ըսի մարգարեներուն բերնով գոչ ուղեց Եբրայեցի ժողովրդին իրեն դառնալու Եսայի մարգարեության մեջ օրինակ առաջին գլխու 18-րդ համարի մեջ ինչ կսե դերը եկեք վիճապանինք եթե ծեր մեղքերը գրգնագի գարմիր են ես ցույնի նման սպիտակ կդարձնեմ ջերմակ կդարձնեմ եթե որտան գարմիրի պես գարմիր են ապա աստրի նման փուրթի նման սպիտակ կդարձնեմ Ահա սիրելներ դերը ադով ցույց կուտա իր շնորհքը որ պատրաստ է դերը փրկելու մարդը պատրաստ է դերը ներելու մարդոց մեղքերը միայն թե մարդիկ դառնան եւ մարդիկ որոնք արյունի մեջ են ինչպես Զաքարիա մարգարեն գսե 3-րդ գլխու 3 եւ 4 համարներու մեջ նույնպես 9-րդ գլխու 7-րդ համարի մեջ այսինքն մեղքերու մեջ թաթխված են ապա դերը պատրաստ է զանոնք ընդունելու եւ սիրելներ փուրթի նման ջերմակ դարձնելու սպիտակացնելու մաքրելու եւ հիմա սուբ նարեգացին մինչեւ ավարտը այս առաջին մասին պիտի տեսնենք որ 5 դագարանեն զանազան օրինակներ կամ դողեր կմեջբերե ցույց տալու համար Աստուծո շնորհքները մարդոց նկատմամբ ողորմության շնորհքը որ Աստված պատրաստ է մարդիկ ներելու եւ մարգարեներուն բերնով 5 դագարանի Աստված խոսքեր գսե ցույց տալու համար որ իսկապես եթե մարդը իրեն դառնա ինք պիտի փրկե ուրեմն առաջ գսկսիմ գսե փարգությանդ մեջ ողորմությունդ գիշես դարձյալ Աստված միթե հավիդյան փարգացած կմնա մեր նկատմամբ ոչ Աստված սիրելիներ միշտ պատրաստ է մեզի իր
ողորմության արժանացնելու։ Աստված իր փառության մեջ իր ողորմությունը գիշե ինչպես ամփագում մարգարեն գսե իր նամակի իր քրքի 3-րդ գլխու 2-րդ համարի մեջ։ Եվ իմ հոգիս շատ սիրելի սաղմոսները մեկը 103-րդ սաղմոսն է։ Դավիթի գրած այս սաղմոս սիրելներ, որ գսկսի օրտնե դերը ով իմանցս եւ անոր բոլոր բարիկները մի մորնար, իսկապես բեք չէ մորնանք Աստուծո ողորմությունը մեր բոլորի նկատմամբ ցուցաբերած։ Ես կուզեմ այդ սաղմոսի 8-14 համարները գարտալ, տեսեք սիրելներ, ինչ կսե Դավիթ թագավոր սկանչելիորեն խոսելով Աստուծո մեզի անտեպ ցուցաբերած ողորմության մասին։ Կսե 8-14 համարներ։ Ողորմած եւ բարեկուտ է դերը, համբերադար եւ կտարած։ Անիգա մեզ չի մեղադրել մինչև վերջ, հավիտենապես մեզի թեմ ողջ չի բայր։ Մեր մեղքերուն համեմատ չի բաժեր մեզ, մեր անօրենություններուն համեմատ չի հադուցաներ։ Այլ որքան որ երկինքը բարձր է երկրեն, այնքան մեծ է իր հոգածությունը իր մե ագնացողներուն հանդեպ։ Որքան հերույ է արևելքը արևմուտքեն, այնքան մեզ մեղրացուց մեր հանցանքները։ Ինչպես հայրը գքուրկուրա իր զավակներուն վրա, այնպես դերը գքուրկուրա իր մե ագնացողներուն վրա։ Որովհետև ինք լավ գիտե մեր գազմվածքը եւ չի մոռնար որ մենք հողեղեն ենք։ Այո սիրելներ, Աստված գիտե մեր գազմվածքը, գիտե որ մենք հողեղեն ենք։ Աստված գքուրկուրա, Աստված ողորմած է, մեր մեղքերուն համաձայն չի հադուցաներ մեզի։ Եվ ասիգա Աստուծո մեծ ողորմության սկանչելիքն է։ Ինչպես Եսայի մարգարեի 54-րդ գլխու 7-րդ համարի մեջ կսվի, փոքր վարգյամը քեզ թողուցի գսե Աստված, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի հավաքեմ։ Փոքր վարգյամը քեզ թողուցի, բայց մեծ ողորմությամբ քեզ պիտի հավաքեմ։ Երանի դերը սիրելներ այսօր դարձյալ իր ողորմությամբ հավաքե մեր ազգը, հավաքե բաժնված ընտանիքները, հավաքե ներյալ սրդերը, հավաքե մեր եկեղեցին իր ողորմությամբ, որբեսի կարողանանք ամենքս ոտքի կանգնել։ Հաջորդ ուրեմն հատվածը գգարտամ եւ ամբողջական ուրեմն հատվածը հետեւյալը գսեն արեգացին քանզի Իսրայելի քաղաքներուն անաբադանալն ու դարձյալ փնագելի դառնալը մարդ չլալուն բաժարով ջամփաներուն ամայանալը եւ գրգին փանուկ դառնալը սովեն հոգիով լքվին ու դարձյալ ցերկովը զորանալը Աստուծույց զայրացումով իր դեղ երթալը եւ ողորմությամբ ետ դառնալը լքել է ետ նորեն ելք ցույց տալը սպառնական սաստերու մեջ գրգին պաշտպանելը եւ սրտնեղած ադենիսկ խնամոտ քթությամբ հուզվիլը այդ կցուցնեն հիշեցեք սիրելներ սուբ դարեգացին մարգարեներեն խոսքեր գարնե եւ ցույց կուտավ թեփքերու մեջ են խոսքերու մեջ են թե ինչպես Աստված եթե գար ժամանակ մը գլքե ինչպես ասի արդեն Եսայի մարգարեի այս խոսքը 54:7 որ գար ժամանակ մը քեզ լքեցի բայց քեզ հավիդյան պիտի հավաքեմ ուրեմն եթե Աստված նույնիսկ գար ժամանակ մը լքե սիրելներ ապա դերը իդ ամեն ինչ իր ողորմությամբ գվերագառուցե այսինքն իդ կհավաքե 5 դագարանի մարգարեները խնգելի ցայներով հրճագեցին Քրիստոսի օրտնյալ քարուստը եւ անոր ազադարար հանգամանքը ցույց տալով թե դերը ողորմած եւ կթած է եւ այստեղ սուրբ նարեկացին հավասի կշարունակե օրինակներով ցույց տալ թե ինչպիսի ողորմություն ցուցաբերեց դերը Իսրայելի հանդեպ անցյալի մասնավորապես եւ ընդհանուր մարդկության նկատմամբ հատկապես եւ այստեղ սիրելներ հիմա գսեն արեգացին Միթե Իսրայելի անաբադացած քաղաքներուն դարձյալ փնագելի դառնալը դիրոջ ողորմիլը չի ցուցներ Երեմիա մարգարեին Պերնով Աստված գսե 2-րդ գլխու 31-րդ համարի մեջ Միթե ես քեզ համար անաբադ եղա Միթե գսե դերը ես քեզ համար մութ երգիր եղա Եվ դերը Եսայի մարգարեի 44-րդ գլխու 26-րդ համարի մեջ գսե ես եմ որ Երուսաղեմի համար գսեմ թե պիտի փնագվի ու Ուտայի քաղաքներուն համար թե պիտի շինվին ու անոր ավերակները պիտի վերաշինեմ դերը սիրելիներ ավերակ թողեց Իսրայելը
հութան բաժարը այն էր, որ իրենք աստուծմե երացան սկսան գուրկեր բաշտել, թե Իսրայելի թագավորությունը, թե հութայի թագավորությունը։ Եվ Աստված ավերակ դարձուց իրենց քաղաքները, բայց դերը ավերակ չթողուց, այլ վերաթարցուց զանոնք, քերութենեն եւ դարձյալ վերաշինեցին քաղաքները։ Եվ ահա ասիգա սուբնարեգացին գտիդե որբես Աստուծո ողորմության սկանչելի օրինակ։ Գամ գսե երկրորդ օրինակ մարդ չլալուն բաժարով ջամփաներուն ամայանալը եւ գրգին փանուկ դառնալը Եսայի մարգարեին առնված այս պատկերը 6-րդ գլխու 11-րդ համարեն միթե սիրելներ Աստուծո ողորմության նշանը չէ գամ սովեն հացի ու ճուրի գարոդութենեն նվաղիլը ինչպես կգարտան Գեզեգիի մարգարեության մեջ եւ ապա գրգին Աստուծո ցերկով զորանալն ու բարիկներով լիցկավորվիլը եւ գշտանալը միթե Աստուծո ողորմության խորտանիշը չեն եւ որ սիրելներ սովեր մարդիկ հաց ունեին եւ Աստված իդ ողորմեցավ եւ իրենց արատ հաց տվավ գամ երբ մեղանչելուն բաժարով դերը փարգանա զայրանա եւ մեզմե հերանա եւ սակայն իդ վերաթարնա անմիջապես անիգա Աստուծո ողորմության խորտանիշը չեն դեսեք այս իմաստով պիտի գարտամ ցեզի Օվսեի մարգարեության 5-րդ գլխու 15-րդ համարը եւ 6-րդ գլխու առաջին 3 համարները Աստված գսե Ես գրգին իմ դեղս պիտի դառնամ մինչև անոնք իրենց հանցավորը լալը խոստովանին ու իմ երեսս փնտրեն Եվ նեղության մեջ փութով զիս փնտրեն ու ասեն եկեք տիրոջ դառնանք քանզի անիգա զարգավ ու անիգա մեզ պիտի բժշկե անիգա վիրավորեց ու անիգա պիտի գաբե երկու օրեն մեզ պիտի գենթանացնե երրորդ օրը մեզ պիտի գանքնեցնե ու անոր արչե պիտի աբրինք դերը պիտի ջանչնան ու զանիգա ջանչնալու յետևե պիտի ելանք անոր երկը արշալույսի պես պատրաստված ու անիգա մեզի պիտի կա անսրևի պես երգիրը որոքող վերջին անսրևի պես ահա սիրելներ ցույց կտա որ Աստված թեև հերացավ բայց իդ պիտի կա եւ նաեւ սիրելներ նարեգացին մյուս խոսքը գսե Աստված լքել է յետք նորեն ելք ցույց պիտի դա նորեն դարձյալ պիտի կա իր ողորմությունը ցուցաբերե նաեւ սպառնական սաստերու հանդիմանություններու մեջ գսեն արեգացին գրգին դերը երբ կպաշտպանե հագարական որ գսաստե գահանդիմանե բայց գրգին դերը կպաշտպանե մեզ եւ որ սրտնեղած ենք այնադեն գխնամե մեզ եւ որ ինք սրտնեղած է մեզ մե դարձյալ գթարնա գթությամբ ճիշտ է որ Աստված գնեղանա իր սիրտը գնեղանա եւ որ մարդիկ մեղք կգործեն սակայն Աստված իդ կդառնա ինչպես Եսայի մարգարեի 40-րդ գլխու 24 եւ 25 համարներու մեջ կգարտանք ինձի համար ըստագով խունգեղեկը ձախու չարիր քու զոհերուտ ջարբովը զիս չգշտացուցիր գսե Աստված հաբա մեղքերովը զիս նեղեցիր քու անօրենություններով զիս հոգնեցուցիր հիմա 25-րդ համարի մեջ բիդը դեսնենք դերը բիդսե որ ես եմ որ ինձի համար քու մեղքերդ կներեմ այսին գողորմիմ քեզի ես եմ որ քու անցանքներդ ինձի համար գչնչեմ ու քու մեղքերդ ալ բիդի չի իշեմ ահա սիրելներ այս բոլոր խոսքերը ցույց կտան թե Աստված ողորմած Աստված է որ Աստված հավիդյան ողջ չի բահեր մեր նկատմամբ նույնիսկ ագնթարթը ողջ չի բահեր Աստված երբեմն որ գլքե որ մարդիկ իրեն դառնան Աստված երբեմն որ գխրադե ու գբաջե որ մարդիկ իրեն դառնան եւ անմիջապես Տերը իր ողորմությամբ կփուժե եկեք սիրելներ վստահենք Տիրոջ իրեն թիմենք եւ դերը ինք մեզ բիդի առաջնորդե թեպի հավիտենական փրկություն օրհնյալ է Հիսուս Քրիստոս որ մեր փրկության համար հաջեցավ խոնարհիր երգիր մեր մեղքերը արավ խաչվեցավ ու մեզի հավիտենական կյանք տվավ Աստված ցեզ արադաբես տողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին